աչքես բում-բումի Ժպիտը կոտակի տոտաները բում-բումի Սիրո լծրու սրտերը դու ամենքի Սիրո լծրու սրտերը դու ամենքի Սիրո լծրու սրտերը դու ամենքի Եթե որոշել եք ձեր փոքրիկի ծնունդը նշել տանը, դպրոցում կամ մանկապարտեզում, ապա զանգահարեք եւ ուրախ ծաղրացուներն ու հեքիաթի հերոսներն այցելելով ձեզ այն կդարձնեն հրաշքներով լի տոն։ Լավագույնը փոքրիկների մենք սիրով սպասում ենք ձեզ։ Եվ այսպես առաջին հարցը, քանի անկյուն ունի շեղանկյունը։ Շեղանկյունը ունի 4 անկյուն։ Եվ այսպես երկրորդ հարցը, ինչպես է կոչվում հայկական ազգային էպոսը։ Հայկական ազգային էպոսը կոչվում է Սասնածռեր կամ Սասունցի Դավիթ։ Հարց 3. Ով է եղել Ալեքսանդր Մակեդոնացու ուսուցիչը։ Ալեքսանդր Մակեդոնացու ուսուցիչը եղել է Արիստոտելը։ Կեցես Լաուրա, իսկ հարցերին դու ինքդ ես պատասխանել, թե ինչ-որ մեկը քեզ օգնել։ Որոշ ինձ չի օգնել, ես ինքս եմ պատասխանել այդ հարցերին։ Լաուրա, դու պատրաստ ես պատասխանել հարցերին։ Այո, Բայց նրա հարցերը շատ դժվար են եւ դեռ ոչ ոք չի կարողացել պատասխանել նրա հարցերին։ Ես կփորձեմ Ռոբոբումի հարցերին ճիշտ պատասխանել։ Դե մաղթում ենք քեզ հաջողություն։ Բաբա,
Ողջույն։ Ինչպես ես։ Լավ եմ։ Դու պատրաստ ես մասնակցել ինտելեկտուալների։ Այո, ես պատրաստ եմ։ Իսկ ես մաղթում եմ հաջողություն, ուշադրություն, կբացատրեմ խաղի կանոնները։ Ես քեզ պետք է տամ 10 հարց։ Յուրաքանչյուրի համար քեզ տրվում է 10 վայրկյան ժամանակ, որպեսզի մտածես հարցի պատասխանի մասին։ Երբ կհնչի պատասխան բառը, նոր կպատասխանես։ Պարզ է։ Այո, պարզ էր։ Գլխավոր մրցանակը վաստակելու համար դու պետք է ճիշտ պատասխանես բոլոր 10 հարցերին։ Պատրաստ ես։ Ես պատրաստ եմ։ Դե, սկսեցինք։ Հարց համար առաջին։ Ով է ստեղծել հայոց այբուբենը։ Ժամանակ։ Պատասխան։ Մետրո Մաշտոցը։ Հարց համար երկրորդ։ Պոչատ աղվեսը հեքիաթում ով է աղվեսին ուժ տալիս։ Ժամանակ։ Պատասխան։ Աղջիկը։ Հարց համար 3։ Ինչի է հավասար 4-ի քառակուսի։ Ժամանակ։ Պատասխան։ 4-ի քառակուսին հավասար է 16-ի։ Հարց համար 4։ Ով է Անահիտ հեքիաթի հեղինակը։ Ժամանակ։ Պատասխան։ Ղազարոս Աղայանն է հեղինակը։ Հարց համար 5։ Գալիսն էին Քրիստոսի առաքյալները։ Ժամանակ։ Պատասխան։ Քրիստոսի առաքյալներն էին 12-ը։ Հարց համար 6։ Որն է Հայաստանի ամենաբարձր լեռը։ Ժամանակ։ Պատասխան։ Էվերեստը։ Հարց համար 7։ Ով է Անտոնիո Վիվալդի։ Ժամանակ։ Պատասխան։ Անտոնո Վիվալդին մեծ կոմպոզիտոր էր։ Հարց համար 8։ Գումարելիների տեղերը փոխելիս ինչը չի փոխվում։ Ժամանակ։ Պատասխան։ Գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում։ Հարց համար 9։ Որ քաղաքում է գտնվում Լուվրը։ Ժամանակ։ Պատասխան։ Փարիզում։ Եվ վերջի հարցը։ Որն է հայերեն թարգմանված առաջին նախադասությունը։ Ժամանակ։ Պատասխան։ Առաջին նախադասությունը, որը գրել է Մետրո Մաշտոցը, դա է. ճանաչես իմաստություն եւ զղրատս իմանալ բծբանս հանճարոյ։ Գեցես
Դու ճիշտ պատասխանեցիր 9 հարցերի, սակայն սպանվեցիր 1 անգամ։ Ցավոք սրտի, դու չես կարող ճանաչվել հաղթող, բայց ես հիացած եմ։ Շնորհակալություն խաղի մասնակցելու համար, հաջողություն։ Հաջողություն։ Դե ստացվեց հարցերը բարդ էին։ Հարցերը այդքան էլ բարդ չէին, ես պատասխանել եմ ընդամենը 9 հարցի։ Գիցես Լաուրա, այդքան հարց դեռ ոչ ոք չի պատասխանել։ Մենք ես համար անակնկալ ենք պատրաստել։ Նվեր, հարց, Վավա մանկական գեղեցկության սրահի կողմից։ Եվ էքսոտարումի անվճար այցելության տոմս։ Շնորհակալություն, ես մյուս անգամ նորից կմասնակցեմ այս խաղին և անպայման կհաղթեմ։ Պարոն Ռոբոպոն, կապը և իր մոլորակի հետ հաստատված է։ Այս աղջիկը ինձ շատ զարմացեց, դեռ ոչ ոք չէր պատասխանել 9 հարցի, հիանալի արդյունք է, հիանալի, սակայն նա սխալ պատասխանեց շատ հեշտ հարցի։ Եթե ավելի ուշադիր լիներ, նա կստանար գլխավոր մրցանակը, ափսոս։ Իսկ հիմա ես կտամ ձեզ ևս 3 հարց։ Միշտ ապեք ուշադիր լսեք հարցերը, որպեսզի կարողանաք ճիշտ պատասխանել ուշադրություն։ Հնչում են հարցերը։ Հարց առաջին, Որտեղ է ծնվել Սայաթ Նովան։ հարց երկրորդ, Որ պետության կազմում է Սիցիլիա կղզին։ հարց երրորդ, Որն է Սյունիքի մարզկենտրոնը։ Զանգահարեք 09920704 հեռախոսահամարով և պատասխանեք այս հարցերի։ Հիշեցնեմ, որ ով առաջինը ճիշտ պատասխանի բոլոր հարցերին, կմասնակցի ինտելեկտուալ խաղին։ Շտապեք, դուք պետք է լինեք առաջինը։